Բարի երեկո, օր ծրագրի հիմնական թողարկումն է եթերում եւ այսօր ծրագրում Երեքարյուր կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 28 անգամ։ Հաստատուն քայլեր դեպի էներգետիկ անկախություն Բակո Սահակյանը եղել է Քաշաթաղում կառուցող հեկերիշին հրապարակներում։ Մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկ մթերելու հանգամանքը եզակի է եւ հաջորդ տարի պետք է կրկնապատկել ցանկատարածությունները։ Ծիծեռնավանքում նախագահը հանդիպել է Քաշաթաղի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների հետ։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ կազմակերպվել են առաջին հանրային քննարկումները, մինչև օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է հանրապետության նախագահին։ Մարզամշակութային, ինտելեկտուալ, ազգային ավանդական խաղեր եւ մրցումներ 25 ընտանիքի ակտիվ հանգիստը ընտանեկան ճամբարում։ Ծրագիր, որի նպատակներից մեկը հանրային քննարկման մթնոլորտ ձևավորելն է, լույս հիմնադրամը բեմադրել է Էսքիլեսի պարսիկները դրաման։ Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ-զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց։ Ըստ մեր երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափ իրազեկային զինատեսակներից կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ 20 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապատстоրաբաժանումների հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանատվողություններից եւ հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Քաշաթաղի շրջան Եղել Հագարի եւ Աղավնո գետերի ափերին կառուցվող հիդրոէլեկտրակայանների շինհրապարակներում ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարը շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարևորություն ունեցող ծրագիր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար, նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այս բնագավառին։ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար Այլանդզինգ։ Հագարի գետի ափին հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները սկսվել են 1 տարի առաջ։ Հիմա մասնագետները հողային աշխատանքներ են իրականացնում։ Դրանց ընթացքին հետևել է նախագահ Բակո Սահակյանը։ Հեկը տարեկան 36 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա է արտադրելու։ Կապալառուն Էմէներգոել ընկերությունն է։ Բարդությունը նրան որ շինարարությունը տանելով շինարարությունը ընթացքում մենք նաև ստեղծում ենք նոր հիմնարկ, որտեղ զորոյից ենք։ Դե Այնա արդեն գնում է հողային ընդհանուր պայթեցման աշխատանքներն ենք անում, արդեն որոշ մաս աճ ապնումը վերջացրել ենք, այնպես է տեսնում եք ոնց է։ Դե ստեղ վերջացնենք, հանցնում ենք հաջորդ ափն դեղելոնին գործեր անելի, բայց ստեղ արդեն ուժ սկսում է այն հիմնական բարդ ամենագործերից մեկը գալերեայի շինարարությունը, որով պետք է ջուրը գնա մինչև գես турբինները հանցվել ՊՏՏ-ի։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սահակյանը վարչապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաև շինարարների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառուցապատող ընկերության տնօրենի խոսքով, սա անկախության տարիների ամենամեծ շինարարական ծրագրերից մեկն է լինելու։ Հիդրոէլեկտրակայանը կառուցվում է սփյուռքահայ ներդրողի միջոցներով։ Ծրագրի արժեքը մոտ 10 միլիոն դոլար է։ Նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականի վերջին։ Ագրեգատները պատրաստվելու են Չեխիայում, չեխական արտադրանքի հիդրոէներգետիկ սարքավորում է։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն առաջիկայում Քաշաթաղի շրջանում զգալի չափով աճելու են։ Աղավնո գետի ափին սա արդեն 6-րդ հիդրոէլեկտրակայանն է լինելու։ Այն կոչվելու է Աղավնո։ Բակո Սահակյանը շինհարթակում ծանոթացել է հեկի կառուցման ընթացքին, առանձին մանրամասների տեղեկացել աշխատանքային գծագրերից։ Երկրի ղեկավարի համոզմամբ Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը ռազմավարական է եւ այն պետք է անդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այժմ իրականացում է գլխային հանգույցի ջրընդունից կառուցվածքերի բետոնային աշխատանքները։ Բետոնային աշխատանքների 70%-ը այժմ իրականացված են արդեն եւ իրականացում է նաեւ ճնշումային խողովակաշարի կառուցումը 1.5 կիլոմետրի չափ արդեն խողովակները տեղադրված են։ Խողովակաշարը կառուցվում է ապակե մանրաթելային 1400 մմ-անոց խողովակներով։ Ուրեմն ճնշումային խողովակաշարի երկարությունը լինելու է 7000
560 մետր։ Հիդրոէլեկտրակայանը կառուցում է Water Project ընկերությունը, պատվիրատուն Lev Energy-ն է։ Աշխատանքները սկսել են Գառնանը եւ նախատեսում են հեկը գործարկել հաջորդ ամառ։ Այն աշխատելու է 37 միլիոն կիլովատ-ժամ տարեկան արտադրությամբ։ Նարեկ Սահակյան, Մհեր Մկրտչյան, օր։ Արցախում հավաքվել է մոտ 150,000 տոննա հացահատիկ բերքատվության ցուցանիշը երկրի ղեկավարին գոհացնում է։ Բակո Սահակյանի խոսքով մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկ մթերելու հանգամանքը եզակի է եւ հաջորդ տարի պետք է կրկնապատկել ցանկատարածությունները։ Աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը 3 ծիծեռնավանքում հանդիպել է շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների հետ, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Բակո Սահակյանն անդրադարձել է վերաբնակեցման ծրագրերին ու բերքահավաքի ընթացքին։ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանրահարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ։ Երկրի ղեկավարի հանդիպումը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի համայնքապետերի հետ է։ Բերքահավաքի աշխատանքների ընթացքը ներկայացրել է վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը։ Հացահատիկային մշակաբույսերի ցանկատարածությունների մեծ մասը հենց Քաշաթաղում է։ Ստացված բերքն ընդհանուր առմամբ հասնելու է մոտ 150,000 տոննայի։ Մեկ բնակչին 1 տոննա հացահատիկ։ Սա եզակի երևույթ է անգամ աշխարհի մակարդակով։ Անհրաժեշտ է այդ ցանկատարածությունները կրկնապատկել, նախագահ Սահակյանի առաջարկն է։ Վատ չի, սկզբնական տվյալներով գերազանցում ամենացած տարիներին այս տարին։ Եղանակային բնական պայմանները լավ են։ Մեղվաբուծության մասին չեմ ասել, այս տարի մեղվաբուծությունը շատ ուժ է զարգանում, շատացրել է ժողովուրդը, իսկ թվում է նախնական տվյալներով լավ է, գերազանց։ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում զարգացած է հատկապես անասնապահությունը, բնակլիմայական պայմաններն են այդպիսին։ Երկրի ղեկավարը հորդորել է կենցաղային ծավալներից անցնել արտադրողականի։ Որոշ համայնքներում ներուժն անսահմանափակ է, արոտավայրերի խնդիր չունեն։ Փոխարենը խնդիրներ կան ջրամատակարարման հետ կապված։ Հարցով մտահոգված է Գողթանիկի համայնքի ղեկավարը։ Ասում է անասնագլխականակի շեշտակի աճ կարող են ապահովել։ Գալիս է մի 200 գլուխ, նորից հետ է գնում։ Գալիս է, բայց կա, զարգացումը կա։ Այսինքն ջուրն անասունը հեռու է, արածոն անասունը չլվում է, ժողովուրդը դժվարանում են շատ պահել։ Թե չէ շատ պահելու խնդիր չկա, մինչև 1000 գլուխ հնարավոր է գյուղում զարգացնել։ Համայնքապետերի հետ հանդիպումը Բակո Սահակյանն օգտագործել է տեղեկանալու առկա խնդիրներին։ Խմելու ջրի հարցը տարվա այս շրջանում հատկապես օրախնդիր է։ Վաղազինի համայնքի ղեկավարն ասում է, որ աղբյուրներ ունեն։ Մնում է ջրատարեր անցկացնել ու մշտապես ապահովված լինել ջրով։ Նույն պատկերն է նաև Շալուվայի համայնքում։ Գյուղացիները պատրաստակամ են մասնակցելու շինարարությանը։ Պատրաստի աղբյուրները կան, մնում է խողովակ, ու այդ խողովակը բերվի հասցվի գյուղ։ Մեծ բասեին ունեն գյուղում, գալցվի բասեինից տարածվի տարբեր ասենք ընտանիքների վրա։ Այդ բերելը դե բնականաբար ծանր աշխատանք է, բայց համայնքը ի վիճակի է կատարելու, փորելու, այդ թաղելու այդ ջրագծերը, ուղղակի խողովակի պակասությունն է։ Բարձրացված խնդիրների շարքում նաև ճանապարհների հարցն է։ Լուծումը նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում է լինելու։ Վստահեցրել է երկրի ղեկավարն ու լուծման ուղիներ առաջարկել։ Հանդիպման վերջում Բակո Սահակյանը երախտագիտություն հայտնել Քաշաթաղի շրջանի բնակչությանը համայնքների ղեկավարների գլխավորությամբ։ Ապրիլյան պատերազմին նրանք կամավորագրվել ու կարճ ժամկետներում մեկնել էին առաջին գիծ, շատ դեպքերում չսպասելով կոչերի ու հավաքների։ Նարեկ Սահակյան, Մհեր Մկրտչյան, օր։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ կազմակերպվել են առաջին հանրային քննարկումները։ Այն ծավալվել է կառավարման համակարգի նախագահական եւ խորհրդարանական մոդելների շուրջ։ Նախագիծը բաղկացած է նախաբանից եւ 5 գլուխներից։ Քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին եւ մինչեւ օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է հանրապետության նախագահին։ Ազգային ժողովում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացնելով նախագծի կառուցվածքը նշել է, որ այն բաղկացած է նախաբանից եւ 5 գլուխներից՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն։ Համաձայն ընթացակարգի այնուհետև իրենց տեսակետներն են առաջադրել հանդիպման հրավիրված Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Շարժում 88, ազգային վերածնունդ, խորհրդարանական կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի արմենական եւ Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները։ Քաղաքական կառույցների պատասխանատուներն անդրադարձել են մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանը, դատական ոլորտին եւ անվտանգության ու պաշտպանության համակարգերին վերաբերող
տարաբնույթ հարցերի։ Հանդիպանը հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական եւ խորհրդարանական մոդելների շուրջ։ Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից։ Ամփոփելով հանդիպումը Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին եւ մինչեւ օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է հանրապետության նախագահին։ Հայեցակարգին հավանություն տալուց հետո միայն մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը վերջնական տեսքով այն ներկայացնելու համար։ Արդեն 8 օր է Հայաստանի ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքը շարունակում է մնալ իրեն Սասնա ծռեր անվանող զինված խմբավորման վերահսկողության տակ։ Այս գիշեր իրավիճակը գնդի հարակից տարածքում հանգիստ է եղել, իրավապահները գործողությունների չեն դիմել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեկապահական գնդի տարածք մտած զինված խումբը 3 երեկոյան այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վարվող մեքենան դուրս բերել փողոց։ Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որում իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը եւ լարվածության աճի պատճառ դառնալ։ Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով զինված խմբի անդամները պետք է հանձնվեն։ Այն հրապարակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Կոչում նշվում է, որ հուլիսի 17-ից մինչև այսօր գնդի տարածք մուտք գործածները կատարել են մի քանի հանցագործություններ, որոնց համար նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում, սակայն նրանք ժամանակ ունեն շտկելու իրավիճակը կամովին հանձնվելու։ Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ եւս հորդորել են դրսեւորել ողջամտություն եւ վար դնել զենքն ու հանձնվել իշխանություններին։ Եվրամիությունը իրավունք չունի Թուրքիային հրահանգներ տալ երկրում մահապատժի հնարավոր վերականգնման առնչությամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Թուրքիայի դատախազությունն երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ 42 լրագրողի կալանքի հրահանգ է տվել։ Իրականացում է ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող լրագրողների հետախուզման եւ ձերբակալության գործողություն։ Անկարան Գյուլենին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Թուրքիայում տեղի ունեցող եւ սպասվող զարգացումների մասին է հաջորդ տեսանյութը։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 13000 ձերբակալված կա, կալանավայրերում նրանք ծեծի ու խոշտանգումների են ենթարկվում, իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ նաև բռնաբարվում են։ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն ուղիղ տեքստով Թուրքիային զգուշացրել են չոտնահարել մարդու իրավունքներն, այլապես այդ երկիրն ուղղակի կվտարվի ՆԱՏՕ-ի կազմից։ Եվրամիությանն անդամակցելու մասին էլ ընդմիշտ կմոռանա։ Մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան կմեկուսանա ամբողջությամբ։ Դա չի էլ կարող վերականգնել, որտեղ ստորագրել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ Հակոբ Չաքրյանն ասում է, Թուրքիայում հայտարարված երամսյա արտակարգ դրությունը վտանգավոր է այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին քրդերի եւ ալավիների համար։ Ապօրինի կարող են ձերբակալվել նաև այն անձինք, ովքեր ռազմական հեղաշրջման մասնակից չեն, բայց դեմ են Էրդողանի քաղաքականությանը։ Հայերն այս պահին կարծես այդ շարքում չեն։ Քանի դեռ նրանք չեն պայքարում Էրդողանի ու կառավարության դեմ, չեն հանրահավաքներով իրենց բողոքը արտահայտում, հայերին ձեռ չեն տա, որտեղ հայերը 78 միլիոն բնակչության մեջ 60000 հայ որևէ կշիռ չի ներկայացնում։ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունը թուրքագետը քիչ հավանական է համարում, եթե մի պահ Ռուսաստանն անգամ իր համաձայնությունը տա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան միևնույն է դեմ են լինելու։ Նրանց կողմից դա կդիտվի ոտնձգություն իրենց նախաձեռնության եւ Թուրքիային այդ հնարավորությունը ակտիվ միջամտելու հնարավորությունը գործնական ավելի շուտ միջամտելու հնարավորություն չեն։ Անկարային բանակցային գործընթացում ներգրավելու մասին Մարիա Զախարովայի հայտարարությունը Հակոբ Չաքրյանը դիտարկում է որպես արևմուտք-Թուրքիա հարաբերությունները սրելու, Թուրքիային սիրաշահելու փորձ։ Իրականում Ռուսաստանն ինքը դեմ է թուրքական միջամտությանը։ Ժիրայր Գրիգորյան, Սամվել Բալայան, օր։ Ամուր ընտանիքը պետության հզորության եւ լուսավոր ապագայի հիմքն է։ Արդեն 7-րդ տարին է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է ընտանեկան ամառային ճամբար։ Այս տարի միջոցառումը անցկացվել է Ասկերանի շրջանի Պատարահամայնքի տարածքում։ Միջոցառումը ներառել է մարզամշակութային, ինտելեկտուալ, ազգային ավանդական խաղեր եւ մրցումներ։
Յուրօրինակ հույզեր եւ անկրկների տպավորություններ, այսպիսին է ընտանեկան ճամբարը։ Անցկացված միջոցառումներն ապահովեցին ճամբար ժամանած 25 ընտանիքների ակտիվ հանգիստը։ Ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է։ Ընտանիքներն անմիջապես նախաձեռնողականություն են ցուցաբերել եւ ժամանման առաջին օրը կազմակերպել են զանազան միջոցառումներ եւ տոնական համերգ երեխաների մասնակցությամբ։ Կարող ենք արձանագրել, որ այս անգամ աննախադեպ թիվ է գրանցվել այս միջոցառման համար։ Մասնակցել են 25 ընտանիքներ, ովքեր ոչ միայն մասնակցել են, այլև իրենց ակտիվ ներդրումն են ունեցել այս միջոցառման կայացմանը, որովհետև կարողացել են կազմակերպել ինչպես հետաքրքիր միջոցառումներ, որը ընթացակարգով էր, այնպես էլ իմպրովիզներ անել։ 3 անգամ մինչև ժամը 12-ը մենք համերգ ենք այստեղ կազմակերպել երեխեքի հետ։ Ընտանիքների միասնության գաղափարը կյանքի կոչվեց անմիջապես։ Ճամբարականների երրորդյա ուրախ տրամադրությունն ապահովված էր։ Կառավարությունը եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հաղթողների պարգևներն են ապահովել։ Կազմակերպված միջոցառումներն էլ ակտիվ հանգիստը վերածեցին աննկարագրելի հիշողությունների։ Մրցումներին միայն հաղթելու համար չեն մասնակցել։ Ընտանիքից է սկսվում ամեն ինչ, ընտանիքում են ծնվում հերոսները, այսօր կանգնած են մեր առաջնային գծում, ընտանիքում են ծնվում բոլոր այն լավ նախաձեռնությունները, որով մենք հաղթելու ենք, մեր հաղթանակները լինելու են շարունակական։ Տպավորություններս շատ են։ Հետաքրքիր հանդիպումներով ու նոր ծանոթություններով էր հագեցած ճամբարը։ Մասնակիցները Արցախի բոլոր շրջաններից էին։ Բադարագյուղական համայնքի ներդաշնակ բնությունը եւ վրանային պայմանները թույլ են տվել ընտանիքներին 2 օրով կտրվել քաղաքային աղմուկից ու առօրյայից։ Երեխաների համար սա մի նոր աշխարհ էր, նոր հայտնագործություն։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ծրագրի շրջանակներում փոքրիկների համար նախատեսում էր նաեւ պարապմունքներ, ավելի ակտիվ երեխաների հայտնաբերում ու հետագա համագործակցություն։ Սա իմ 4-րդ տարին է, որ ես գալիս եմ ճամբար, ընտանեկան եւ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Ես կարացենք 2 պատվավոր տեղեր, 3-րդ եւ 2-րդ։ Առաջին անգամ եմ մասնակցում ընտանեկան մրցումներին։ Շատ լավ ճամբար է, ինձ շատ է դուր գալիս այս ընտանեկան ճամբարը, որովհետև իմ կարծիքով այստեղ կարևորը ընտանեկան միասնությունն է։ Հաղթողների համար նախատեսված մրցանակները շատ էին, ընդհանուր հաշվարկով եւ առանձին մրցույթներում լավագույններին որոշելու համար կազմված էր հատուկ հանձնախումբ։ Արդյունքների ամփոփման համար ժամանակ շատ էր հարկավոր, դժվար էր ընտրություն կատարելը։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը նշում է, որ ծրագիրն անմիջապես է աջակիցներ գտնում։ Իհարկե շատ լավ գաղափարներ են լինում, տարբեր մարդկանց մոտ ծնվում են այդ գաղափարները, բայց ոչ բոլոր գաղափարներն են իրականանում, որովհետև չեն կարողանում գտնել աջակիցներ, այդ գաղափարը արձագանք չի գտնում տարբեր մարդկանց սրտերում։ Բայց պիտի խոստովանեմ, որ ամենահեշտը այս մրցույթի, այս միջոցառման համար ենք մենք հովանավորներ գտնում։ Ճամբարականների ակտիվությամբ եւ տոնական տրամադրությամբ կարելի է վստահաբար ասել, որ ծրագիրը հաջողվել է, կազմակերպչական աշխատանքն էլ բարձր մակարդակի վրա։ Արդյունքներն իմանալ մասնակիցները չէին շտապում, վոլեյբոլ էին խաղում։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ սա բոլորի հաղթանակն է։ Ամենահամարձակ ու խիզախ ընտանիքները եկել են այստեղ փորձելու իրենց ուժերը, բայց չեմ կասկածում, որ ոչ թե եկել եք մրցելու, ինչ-որ մի բան հաստատելու, առավելություն, այլ եկել եք նոր ծանոթություն, նոր ընկերներ ձեր բերելու համար։ Եվ եթե դրա հետ էլ ստացվեց, որ ուղեգիր կհաշվեք, ուրեմն հաշվեք, որ ամեն ինչ հաջողվել է այս օրերին։ Ընդհանուր հաշվարկով առաջին տեղ զբաղեցնող թիմը կվայելի ամառային 7-օրյա հանգիստը Սոչիում։ Դեպի հայտնի հանգստավայր մեկնելուն պատրաստվում է Շուշի թիմը։ Երկրորդ անգամն է մասնակցում ընտանեկան ճամբարին, հաղթում է առաջին անգամ։ Մեծ տպավորություններով ենք, ճիշտն ասած, երբ որոշեցինք գալ, չէինք պատկերացնում, չէինք սպասում, որ կհաղթանակենք, ուղղակի մասնակցում ենք այս միջոցառմանը, ծանոթանում ենք նոր ընտանիքների հետ, շփվում էինք շրջանների հետ։ Որոշեցինք, որ պիտի մասնակցեցինք եւ հաղթեցինք։ Շատ հուզված ենք եւ շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցնողները նույնպես արժեքավոր նվերներ են ստացել։ Թանկարժեք նվերներ են տրվել անհատական մրցույթներում հաղթողներին։ Շնորհակալագրեր եւ պատվոգրեր են շնորհվել բոլոր թիմերին ու ծրագրի աջակիցներին։ Տոնական միջոցառման ավարտին երգն ու պարն են հաջորդել, այնուհետև տոնական ընթրիքը։ Կոլեկտիվ լուսանկարներ, փոխադարձ շնորհավորանքներ եւ ջերմ մթնոլորտ։ Այս տարվա ընտանեկան ճամբարն արդեն պատմություն է։ Հարություն Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր
Երեկ երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Էսքիլեսի պարսիկները ողբերգության առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Լույս հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում։ Հանդիսատեսների շարքում նաև Լույսի շահառուներն էին, ովքեր եկել էին դիտելու իրենց արցախյան նախաձեռնություններից մեկի արդյունքը։ Լույս հիմնադրամը հովանավորում է աշխարհի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողներին։ Ամեն տարի հիմնադրամն իր շահառուներին Հայաստանի Արցախ է բերում հայրենիքին ծանոթանալու համար, տարբեր ասպարեզներում ստացած գիտելիքները օգտագործելու հնարավորություն տալով։ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում Լույսի շահառու Կոլումբիայի համալսարանի ռեժիսուրայի լաբորատորիայի ուսանող Արթուր Մակարյանը Արցախում իրագործել է Լույսի մշակութային զարգացման ծրագիրը, բեմականացնելով Էսքիլեսի պարսիկները ողբերգությունը։ Նախապատրաստական աշխատանքների համար տարբեր մշակութային խմբերի անդամներից կազմված թատերախումբն ունեցել է ընդամենը 2 շաբաթ։ Սիմվոլիստական ոճի մեջ կարծում եմ լավագույնս հաջողել են իրենք։ Լուսինն ու Վահանը Լույսի մեկ այլ Արցախ Ֆորանսիս ծրագրի մասնակից են, որն իրականացվում է Մարտակերտի շրջանում։ Վահանի կարծիքով ներկայացման մեջ արծարծված հարցերը համահունչ են իրենց ծրագրին, որի նպատակներից մեկը հանրային քննարկման մթնոլորտ ձևավորելն է։ Այս ներկայացումը այդ թվում նաև հարցեր բարձրացնում հետաքրքիր, կապված նույն պատերազմի հետ, էլի վավեր էր ինքը։ Ու ինքն էլ փորձում էր նույն ֆորումի մեջ մասնակցություն ունենար, նույն ֆորումի մեջ միջամտություն ունենար, հանրային քննարկման, ինչ պետք է լինի, ինչ պետք է չլինի, ինչ է նշանակում այս ամենը հիմա որ կատարվում է եւ այլն։ Եթե Արթուրի բեմականացրած ներկայացումը մեզանից 2.500 տարի առաջ հույների եւ պարսիկների բախումների մասին էր, ապա ծրագիրը, որին մասնակցում են Վահանն ու Լուսինը, վերաբերում է մերօրյա պատերազմական իրավիճակին, մարդու իրավունքների խնդրին։ Իր մեջ ունի մի քանի ճյուղ, ունի մեդիա հետազոտության մաս, ունի ճարտարապետական հետազոտության մաս, ունի ֆորենզիկ հենց ռազմական ֆորենզիկայի հետազոտության մաս։ Խնդիրը նա է, որ միացնենք այդ ամեն ինչը իրար ու փոխկապակցված վերլուծություն անենք ու գաղտնիության ու ապահովության հավասարակշռությունը պահպանելով ներկայացնենք հանրությանը, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Այս ծրագիրի տարբերություն Լույսի մշակութային զարգացման ծրագրի, որը միսու ոսկոր ստացավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում, շարունակական է։ Լուսինե Հավանեսյան, Ներժան Մարտիրոսյան, օր։ Այսպիսին էր օրվա լրապաժապավենը, շնորհակալություն որ դիտում եք, բարի գիշեր։